Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Ինչպես միշտ մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եւ Վրեժը եկել ենք որպեսզի արտանանք ձեզ հետ միասին եւ առաջիկա 1 ժամը լինենք հետաքրքիր ու տրամադրությամբ լի։ Այս պահին առաջարկում ենք մի լավ տեսահոլովակ, որպեսզի արտանանք միասին ուրախ ռիթմերով ու շարունակենք։ Շարունակենք հրաշալի նորությունները, քանի որ մայիսի 7-ից 31-ը 19-ամյա դերասանուհի Ադրինե Աճիմյանը Հայաստանը ներկայացրել է Միս Աշխարհ հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթում։ Նշենք, որ մրցույթին մասնակցել է 130 երկրի ներկայացուցիչ եւ այսօր մենք ունենք հնարավորություն նրանց հետ անձամբ զրուցելու։ Միս Երևան Production տնօրեն Արմինե Մուրադյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Ինչպես նաեւ Միս Աշխարհ Հայաստան 2025-ի մեր հայաստանյան ներկայացուցիչ Ադրինե Աճեմյանը, բարի լույս գեղեցկություն։ Բարի լույս։ Ինչպես է տրամադրությունը։ Հիանալի։ Օրդ բարիում իսկապես բարի տրամադրություն է, մենք տեսնում ենք թակ, մենք տեսնում ենք գեղեցկուհի Ադրինեին, բայց ես ուզում եմ պատմես առհասարակ քո տպավորությունների մասին։ Նախ Հայաստանում հաղթանակի մասին, որը որ տվեց քեզ ճանապարհ դեպի աշխարհ, հա, գնալու Միս Աշխարհ։ Մի քիչ սրա մասին պատմենք, հետո արդեն այնտեղ ինչպես անցավ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք մեզ ձեր տաղավարում։ Սկսեմ սկզբից։ Իրականում հաղթանակը այստեղ շատ անսպասելի էր, որովհետև ինչքան էլ որ զարմանալի է, մասնակցելուց չեմ կարծել, որ հենց ես եմ հաղթելու։ Բնականաբար հույզերը շատ էին, եւ ուրախություն, եւ վախ կար, որովհետև դա շատ մեծ պատասխանատվություն է։ Իսկ այնտեղ արդեն երբ հասա այնտեղ հասկացա, որ շատ մեծ խնդիր ունեմ, որովհետև աշխարհի չափ։ Շատ մեծ է, այսինքն բարդությունները, բնականաբար շատ մեծ է մրցակցությունը, 130 աղջիկ, շատ մեծ է մրցակցությունը, իհարկե վախ կար, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայ մարդկանց, այն իմ հայ հետևորդներին, որոնք որ այստեղից ինձ ուժ էին տալիս, որովհետև այդ ամենամեծ ուժն էր, որ կարող էր ինձ այնտեղ սթափեցնել ու ասել Ադրինե, եթե եկել հասել ես այստեղ, հավաքվիր եւ ըստ արժանվույն ներկայացրու Հայաստանը։ Մի քիչ խոսենք, հա, որ Ադրինեի նպատակը ինչպես ներկայացնել։ Մենք գիտենք, որ հաճախ խոսում էր խաղաղությունից, հա, եւ յուրաքանչյուր մոդել, յուրաքանչյուր գեղեցկուհի իր կոչն ուներ աշխարհին։ Նախ նշեմ 3 տարի դադարից հետո ենք վերսկսել նորից Միս Աշխարհ գեղեցկության հեղինակավոր մրցույթում Հայաստանից պատվիրակ ներկայացնելը, որը մեզ համար շատ մեծ պատասխանատու աշխատանք էր։ Բազմիցս նշել ենք, որ Ադրինեն լավագույն մեր նախորդ կադրերից էր նաև, մեր երիտասարդ սաներից էր, որը կարող էր լիարժեք կարճ ժամանակում պատրաստվել եւ ներկայացնել։ Մրցույթում մեր գլխավոր մեսիջը եղել է խաղաղությունը եւ Ադրինեն բազմիցս մի քանի հարցազրույցների ժամանակ նշել է, որ դա ամենակարևորն է մեզ համար, փոքր պետության համար, ինչպես էստեղ էր նշել, մեր գլխավոր մեսիջը եղել է խաղաղությունը աշխարհով մեկ, որ որպես փոքր պետություն, բազմաթիվ տարիներ պատերազմող պետություն, մեզ համար ամենագլխավորը խաղաղությունն է եւ շատ գեղեցիկ նյութով է հանդես եկել, իհարկե բազմաթիվ այլ ծրագրերով է նաեւ հանդես եկել, բարեգործական եւ այլն, այնտեղ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, մի մասը լուսաբանվել է, մի մասը ոչ, բայց բավականին մեծ ահռելի աշխատանք է տարվել բոլոր պետության ներկայացուցիչների կողմից։ Համենայն դեպս Ադրինեն փորձել էր բոլոր ոլորտներում, որտեղ որ հանդես է եկել, մաքսիմում լավ ներկայանալ եւ պատվով ներկայացնել մեր երկիրը, ինչի համար շնորհավորում ենք Ադրինեին եւ կարծում եմ հաջորդիվ մրցույթում ներկայանալուց արդեն ավելի պատրաստված, հա, ավելի շատ փորձառություն նաև ձեռք բերած, իհարկե։ Այո, շատ ավելի պատրաստված կլինենք եւ այդ առումով կարծում եմ նաեւ Ադրինեն իր օգնությունը կցուցաբերի հաջորդ մասնակցին, իսկ մնացած հետաքրքիր ժամանցային ծրագրերը բազմաթիվ բազմաժանր են եղել, տաղանդի փուլեր են ներկայացված եղել։ Այ մի փոքր կբացեք դրա մասին, կուզենանք հետաքրքիր է, ինչպեսի փուլեր են անցնում։ Ես գիտեմ, որ Ադրինեն ֆանտաստիկ երգում է, երգով ես ներկայացել։ Այո։ Հրաշալի։ Ադրինեն տաղանդի փուլում ներկայացավ երգով,
եւ ասեմ, որ փայլել է ինձ համար Ադրինեն տաղանդի փուլի հաղթողն է։ Ես այդպես եմ կարծում, մեր բոլորի, հա մեր ընկերության կարծիքն է դա, ֆանտաստիկ ելույթ է ունեցել եւ վերջում կարծես մրցույթի նախագահը անգամ հավանություն է ունեցել եւ հրավիրել է, որ գալանտրիկի ժամանակ հատուկ իրենց համար ելույթ ունենա Ադրինեն, հացավոք թռիչքի ժամային խնդրի պատճառով մերժեցինք, բայց շատ լավ տպավորություն է թողել Ադրինեն եւ առհասարակ մասնակիցների կողմից, որտեվ Ադրինեն այնտեղ թե տեղի դիզայներների, հայտնի դիզայներներ, ոճաբաններ են եղել, նաեւ նկարահանումներ է անցկացվել եւ բոլորի մոտ լավ տպավորություն է ստեղծվել եւ նշեմ, որ ամենակրտսեր մասնակիցներ մրցույթում Ադրինեն։ Ընդամենը 19 տարեկան։ 19 տարեկան։ Ես ուզում եմ նաև ավելացնել, որ եթե մենք հաշվի առնենք, որ մնացած երկրները ունեցել են մի քանի տարի, այսպես ասած, հա, առնվազն 1 տարի պատրաստվելու համար, մենք պատրաստվել ենք մրցույթին շատ կարճ ժամանակ Մի քանի ամսում։ Մի քանի չէ, 1 ամսում։ Մեկ ամսում մեծամասշտաբ մրցույթին 1 ամիսը շատ քիչ է։ Անայի դու ինքդ աշխատում ես ոլորտում եւ գիտես, որ 1 ամիսը բավական քիչ է։ Այ բացի տաղանդի փուլից, նաև ինչ ներկայացրեցիք, ինչպիսի հագուստներով հանդես եկաք, այսինքն այստեղից, այսինքն դիզայներների ինչ որ աշխատանքներ եք ներկայացնում։ Գևորգ Շադոյանի հետ ենք աշխատել, դիզայներ, որը սիրով տրամադրել է հագուստներ, մեզ ամեն առումով աջակցել է, շնորհակալություն ենք հայտնում իրեն։ Այնտեղ եղել են նաև տոպ մոդել մրցույթեր նախատեսված, ելույթներ դիզայներական հագուստների մրցակցություն է եղել, այսինքն բոլոր այն մրցույթները, որ նախատեսված են փուլերով, որտեղ ինքը փառատոնային բնույթ է իրականում գրում, յուրաքանչյուր օր գեղեցիկ միջոցառումներ։ Ինչ-որ մի բան կատարել։ Այո, բոլորին Ադրինեն մաքսիմում գեղեցիկ ներկայացել է եւ ասեմ ձեզ, որ կազմակերպիչները նաև շատ տպավորված են, ոչ միայն կազմակերպիչները, Հայաստանի այս տարվա ներկայացուցչով եւ կարծում եմ առաջիկայում հաջորդ տարվա համար շատ ավելի իրենց մոտ, հա, այդպես տպավորությունը շատ բարձր կլինի։ Կարելի ասել Ադրինեն բացեց այդ ճանապարհը, որպեսզի հաջորդիվ մասնակիցների համար ավելի հեշտ լինի այս մրցույթում այդքան պետությունների գեղեցկուհիների գոնե կադրերում երևալ, գոնե ինչ որտեղ աչքի ընկնելը շատ բարդ է իրականում։ Շատ հզոր պետությունների ներկայացուցիչներ, որոնք շատ մեծ ֆինանսական աջակցությունով պատրաստված, մեծ թիմով նաև, մեծ թիմով ներկայացած երբեմն չենք էլ տեսել մրցույթում եւ վերջին օրն ենք միայն տեսել, բայց Ադրինեն հենց առաջին օրվանից աչքի է ընկել եւ գրեթե բոլոր կարևոր հարթակներում համենայն դեպս առաջատարներից է եղել, այդ շատ կարևոր է մեզ համար, նաև հետագայի համար լավ ներկայանալ։ Ապրես Ադրինե ջան, իսկապես մենք գիտենք դա ինչ բարդ ու պատասխանատու բան է, որ այս քո փոքրիկ երիտասարդ ուսերին է եղել ընդամենը 19 տարեկանում, բայց ինձ հետաքրքիր է քեզ համար, հա, որոնք էին բարդությունները եւ որոնք էին հաջողությունները, որովհետեւ այս ամեն ինչը մնալու է քո կյանքում, հա, դաջվելու է որպես մի փուլ ի վերջո, այդ առավել կողմերից խոսի ու ինչու ոչ թերի կողմերից։ Առավելությունները համատաբար շատ ավելի շատ էին, քան թերությունները բնականաբար, որովհետև դա մեծ փորձ է։ Յուրաքանչյուր արտիստի համար, մարդու համարով առհասարակ ձևավորվում է բեմում որպես արտիստ, դա մեծ փորձ է։ Միանշանակ։ Բարդությունները նույնպես կային, որովհետև անկախ ամեն ինչից յուրաքանչյուր հարթակում կան մեծ, այսինքն պետություններ, որոնք որ յուրաքանչյուր ասպարեզում, թեկուզ նաև Եվրատեսիլում, հա, միջազգային հարթակում այլ ուժով են ներկայանում, դա արդեն պետությունից է գալիս։ Այսինքն, եթե օրինակ, հա, ասացինք, վերցնենք մեծ ինչ-որ պետության, օրինակ Թայլանդին, այնտեղ թեև մի աղջիկ էր մասնակցում, հա, ամբողջ պետությունից, բայց այդ աղջիկը այնպիսի մի հատ այդ ամբողջ պետությունից այնպիսի մեծ ուժ ու ֆինանսավորում ուներ, ինչպես ասաց Տիկին Արմինեն, որ փոքր պետությունները շատ չունեին այդ ֆինանսավորումը եւ այդ ուժը, որը ունեին մեծ պետությունները, դա միշտ է, ինձ թվում է բոլորս ականատես են եղել միջազգային մրցույթներում։ Իսկ ձեր մեջ, աղջիկների մեջ առհասարակ կար մրցակցություն, թե մի մեծ ընտանիք եք դարձել ու այդպես հաղթող էական չէր ու ընկերություն եք անում այդ կարճ ժամանակահատվածում։ Ես մի ինտերվյու ունեմ տարիներ առաջ Miss Yerevan Production-ում տվել այդ ինտերվյուն, շատ ծիծաղալու էր իրականում, բոլոր աղջիկները երբ խոսում էին, ասում էին մրցույթի ժամանակ, կարևորը մասնակցությունը, ես միակ
մարդն է, որ ասում է ոչ միանշանակ կա մրցակցություն։ Ես շատ ռեալիստ մարդ եմ իրականում, ու ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մրցույթում բնականաբար կա մրցակցություն եւ դա որ բարձրաձայն կոչ են անում ոչ մրցակցություն չկա, մենք չենք մրցում այստեղ, դա սուտ է իմ կարծիքով։ Դա ես իմ կարծիքն եմ ասում։ Ես իհարկե ընտանիքի հետ մեծ, իհարկե շատերը իրար հանդեպ լավ են վերաբերում, շատերը վատ։ Դա նորմալ է։ Ես անձամբ ոչ կոնֆլիկտային մարդ եմ, ես ոչ մի պետության աղջիկ հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել, շատ ընկերական ենք եղել, շատ լավ ենք եղել, իրար օգնել ենք ինչով հնարավոր է եղել։ Բնականաբար, բայց եկեք հաշվի առնենք, որ աղջիկ կին 130 կին նույն տեղում դա խայտարակություն է։ Ես չեմ ուզենա այդտեղ ընկնեմ հաստատ, որովհետև դա դաժան բան է։ Բայց որ ասում եմ, պիսի մի արարքներ են եղել, որ վատ ինչ որ հատուկ վնասեն միմյանց, չէ։ Ես համենայն դեպս ականատես չեմ եղել։ Ես շատ հանգիստ շորտ չեն պատրել իրար, ոչինչ։ Ես չեմ տեսել, չէ։ Օշիկ չեն փախցրել։ Չէ, կարծում եմ ոչ։ Իրականում, քանի որ մրցույթը բավականին մեծամասշտաբ մրցույթ էր եւ շատ լուրջ կազմակերպիչներ ուներ, նման ինչ որ արարքը շատ լուրջ հետևանքներ կունենար։ Ինձ թվում է դա էր շատ մեծ դեր խաղացել։ Ուզում եմ նշել, որ շատ մեծ, այսինքն շատ անվտանգ է եղել, մեծ անվտանգություն ենք մենք այնտեղ ունեցել։ Այսինքն ես երբ դուրս եի գալիս իմ համարից սենյակի, ինձ հետ անվտանգության աշխատակիցներ են քայլում, յուրաքանչյուր մասնակցի հետ, միայն իմ հետ չէ։ Այսինքն անվտանգությունը ապահովված էր 100%-ով այնտեղ։ Երբ որ յուրաքանչյուր ընտանիքում ինձ թվում է, որ կապ չունի աղջիկը քանի տարեկան է, ինչ որ մի երկիր են ուղարկում թեկուզ աշխատանքի առումով, հանգստություն կա, ես ուզում եմ նշել, որ այնտեղ ուղարկելու դեպքում հարգելի ծնողներ գնան հաղթեն, այո։ Իրոք շատ ապահով էր այնտեղ ամեն ինչ։ Ուզում եմ, եթե թույլ կտաք, շնորհակալություն հայտնել Հայաստանի լրատվամիջոցներին, բոլոր լրատվամիջոցներին, բոլորին անհատապես շնորհակալություն եմ հայտնում, որովհետև ես այնտեղից ինչքան էլ որ ժամանակս շատ սուղ էր, միանշանակ կարդում էի բոլորի նյութերը եւ մեկ վատ նյութ չեմ տեսել իմ մասին, ես շատ շնորհակալ եմ, դա իմ համար ամենամեծ ուժն էր, որովհետև երբ տեսնում ես, որ քո Հայաստանի թեկուզ լրատվամիջոցները, հայ լրատվամիջոցները քեզ ողջունում են, քեզ օգնում են, քեզ ուժ են տալիս, դա արտիստի, երգչու, դերասանու համար ամենամեծ բանը կարող է լինել, ամենամեծ մրցանակն է, հա։ Ես շատ շնորհակալ եմ, շատ։ Իմացեք, որ դուք դրանով ինձ շատ օգնել եք, շատ մեծ ուժ եք տվել ու բոլոր այն հայերը, որոնք որ ինձ անհատապես գրում էին, Ադրինե, դու մեկ ամենասիրունն ես, կապ չունի ինչ կլինի, դու շատ լավն ես, մենք ես հետևում ենք այստեղից։ Իրոք դա ամենամեծ նվերն է, որ կարող է մարդ ունենալ։ Հետաքրքիր է, ավարտվել է մրցույթը, վերադարձել եք Հայաստան։ Մրցանակային տեղերը թողնենք մի կողմ։ Եղավ ինչ որ առաջարկ, շարունակություն ինչ որ այլ երկրների հետ աշխատելու, ինչ որ նոր, մոդելինգի կառույցների կամ ինչ որ անհատ ստեղծագործողների այնտեղից ունեցաք այդպիսի։ Ես այս պահին աշխատում եմ Miss Revan Production-ի հետ, այսինքն մեկ էլ production-ի հետ չեմ աշխատում այս պահին։ Մրցույթների առաջարկ ունեմ այլ երկիր մեկնելու Չգիտեմ դեռ ինչ կլինի, բայց ունեմ առաջարկը, հա։ Հետո պետք է մի հատ այսպես սթափվել, վերադարձել եմ աշխատանքից վերջապես։ Ադրինե, դա է ուզում հարցնել։ Դու ի վերջո մասնագիտությամբ դերասանուհի ես, սովորում ես թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, նախ այնտեղ ինչպես ընդունեցին ու աջակցում են քեզ այս օրերի բացակայությունների եւ այլնի համար, թե հակառակը ասում են չենք նշանակելու։ Չեմ կարծում, որ համալսարանը այդքան դաժան կլինի։ Այո, աջակցել են, աջակցում են եւ աջակցել են։ Ես խոսեմ աշխատանքիցս։ Շնորհակալ եմ շատ Armenia TV հեռուստաընկերությանը, շնորհակալ եմ շատ Ելենա Արշակյանին։ Նա ինձ ինչով հնարավոր է օգնել է։ Ամեն պարագայում ինչով հնարավոր է օգնել է, ես դու ինքդ նկարահանվում ես եւ գիտես, որ երկար ժամանակ բացակայել նկարահանման տաղավարից շատ բարդ գործընթաց է։ Նկարահանման, այսինքն նկարահանումը շատ բարդ գործընթաց է եւ երբ թեկուզ մեկ դերասանուհի կամ դերասան բացակայում է երկար ժամանակով, դա մի հատ քաոսի է վերածվում։ Ես ում շնորհակալություն հայտնել հատուկ Ելենա Արշակյանին, որ հնարավորություն ընձեռնեց, որ ես կարողանամ երկար ժամանակով բացակայել եւ վերադառնալ աշխատանքից, որտեղ իմ աշխատանքը իմ համար շատ կարեւոր է, ես շատ եմ սիրում աշխատանքը։ Վերադարձել եմ, շարունակում եմ նկարահանվել Հարգելի հեռուստադիտողներ, իսկ բոլորը հարցնում են դու դուրս ես եկել սերիալից, ոչ։ Դուրս չեմ եկել։ Հեռուստանովելում լինելու ես, շարունակելու ես։ Լինելու եմ, շարունակելու եմ, իմ մասնագիտությունը շարունակելու եմ միանշանակ։ Դա ինձ համար շատ կարևոր մի կետ է։ Ինստիտուտում Երևանի թատրոնի եւ կինոյի պետական
Ամեն բան կարգին է վերադարձել ու քննությունները մի փոքր բաց թողել, իհարկե մի քանի քննություն բաց եմ թողել։ Ոչինչ կպատասխանես կա, դա խնդիր չի։ Ես փորձեմ ամբողջ ամառվա ընթացքում չհանգստանալ եւ այո, քննություններս վերահանձնել։ Կարծում եմ ամեն բան լավ կլինի։ Մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել ձեզ, իրականում շատ մեծ աշխատանք եք կատարել, ու այո, եթե խոսենք հնարավորությունների, ժամկետների, փոքր պետության մասի խնդիրներով, ապա դուք շատ արժանի կերպով եք ներկայացել ու այս պարագայում իսկապես, այս պարագայում կարելի ասել ոչ թե հաղթանակն էր կարևոր, այլ ճիշտ ներկանալ կարճ ժամանակահատվածում, այնպես որ պատվով եք Ես ուզում եմ մի բան էլ ավելացնել, եթե թույլ կտաք։ Իրականում միշտ բոլորը կարծում են, որ նման մրցույթների մասնակցող աղջիկները հիմնականում, երբ հարցնում են, ասում դու երազանք ունես, հա, ես երազել եմ, որ գնամ մասնակցեմ այդ մեծ գեղեցկության մրցույթին, ինչ վերաբերում մասնակցությանը ես ուզում ասել, իմ համար ամենակարևոր կետը, որ ես կատարել եմ եւ ես ամենամեծ բավարարվածությունն եմ ստացել իմ այդ մի քայլից այդ մի հարցում եմ շատ շնորհակալ ասում, որ ես եմ հենց դա արել եւ ես շատ գոհ եմ։ Իմ համար ամենակարևոր կետն էր, որ ես միջազգային ամբիոնից կարողացել եմ խոսել ցեղասպանության մասին։ Որովհետեւ դա միանշանակ շատերի կողմից այնտեղ դա քաղաքականություն չէ։ Եթե ես կարծում եմ, որ կոնկրետ Հայաստանում շատ ավելի լուրջ հարցեր կան, քան մնացած երկրորդական, այո, ամենակարևոր հարցերից մեկն է խաղաղությունը եւ այն, որ մենք ունեցել ենք ցեղասպանություն։ Դա ինձ համար ամենակարևոր քայլն էր, որ ես կարողացել եմ անել։ Դա եղել է մինչեւ մրցույթը, մինչեւ ֆինալը, եւ ես չգիտեի ֆինալում կլինեմ թե ոչ, բայց ես ասում եմ, եթե նույնիսկ ես ֆինալում չլինեմ, կարևորը ես դա ասել եմ։ Ես արդեն այստեղ որ հասա, կարողացա հասնեմ այս փուլին եւ խոսամ ամբիոնից, որտեղ ոչ բոլորն էին խոսում ամբիոնից, ես կարողացա հասնեմ եւ խոսամ ամբիոնից եւ ես ի սկզբանե որոշել էի, որ եթե ես հասնեմ այդ փուլին եւ ես կարողանամ խոսել ամբիոնից միջազգային բանում, ես խոսել եմ ցեղասպանության եւ Հայաստանում տեղի ունեցող պատերազմների մասին։ Դա ամենակարևոր կետն է, որ պետք է յուրաքանչյուր բնագավառում յուրաքանչյուր մարդու հորդորումը, ով կլինի միջազգային հարթակում, խոսի դրա մասին առաջինը, որովհետև դա ամենակարևոր կետն է Հայաստանի համար։ Իմ կարծիքով։ Շատ ապրես Ադրինե, իսկապես գովելի է եւ համարցակ քայլ է, որովհետեւ դու քո անձնական շահերը դրել ես մի կողմ եւ ցանկացել ես ասելիքն ու գաղափարը տեղ հասցնել, աշխարհին եւս մեկ անգամ հիշեցնելով մեր ամենակարևոր խնդրի մասին։ Շնորհակալություն քեզ, դու մեր գեղեցկուհին ես, շարունակում ես մնալ մեր գեղեցկուհին ու զարդարել այսօր մեր օրդ բարի տաղավարը։ Ձեզ էլ շնորհակալություն ճիշտ կազմակերպվածության համար։ Վստահ եմ, որ եկող տարի ել ավելի շատ ժամանակ կունենանք պատրաստվելու ու ինչպես նշեցիք, Ադրինեն արդեն իր փորձով կկիսվի մեր հաջորդ ներկայացուցչի հետ, վստահաբար ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն ձեզ, որ այսօր մեր տաղավարում եք։ Այս թագնել օրի դնենք էլի վերջում, ինձ թվում է քեզ շատ ես ասում։ Այսպես թագադրման արարողությամբ ավարտենք այսօրվա եթերը։ Այո։ Մեր հյուրն է Ադրինեն, մեր գեղեցկուհին, Հայաստանի ներկայացրել է աշխարհում Miss World, ահա, խնդրեմ։ Մենք էլ առանց թագի շարունակում ենք մեր եթերը եւ ասում, որ կյանքում կան կարևոր արժեքներ ու կապ չունի թե որ աստիճանին հասնեք, երբեք մի մոռացեք այդ արժեքների մասին ու արժեքները բարձրաձայնելու մասին։ Այո, ազգայինը պահպանելու համար պետք է միշտ ներկայանալ առաջինը ով լինելով, իսկ ով լինելը քո ազգի պատմությունն է։ Այնպես որ այսօր մի գեղեցիկ ու վառօրինակ էր մեր հյուրը, թե ինչպես է ներկայացրել Հայաստանը այդ հսկայական գլոբուսի շուրջ պտտվող այդ մեծ մրցույթում եւ խոսել մեր ազգային պատմության մասին։ Այսօրվա համար այսքանը, ձեզ հետ է Ինվրեժն ու Անահիտը, մնացեք բարով։ Լավ օր բոլորիդ։